Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր հունիսի 6 Տերը լսեց իմ աղաչանքը, Տերն ընդունում է իմ աղոթքը, Սաղմոս 6-րդ գլուխ 9-րդ խոսք։ Այստեղ նկարագրվածը իմ անձնական փորձն է։ Ես կարող եմ հաստատել, որ Աստված ճշմարիտ է։ Նա բազմիցս հրաշքով պատասխանել է իր ծառայի աղոթքներին։ Այո, նույնիսկ հիմա էլ լսում է իմ աղոթքը և չի շեղում իր ականջը ինձանից։ Օրհնյալ լինի նրա սուրբ անունը։ Դե ինչ, անշուշտ Սաղմոս 2-ի հավատքի մեջ թաքնված խոստումը մերն է։ Եկեք բռնենք այն հավատքի ձեռքով, որ Տերն ընդունում է իմ աղոթքը։ Նա կընդունի այն, կկշռադատի այն և կկատարի այն այնպես և այն ժամանակին, երբ նրա սիրառատ իմաստությունը լավագույնս կհամարի։ Մենք մեր խոնարհ աղոթքները տանում ենք մեր ափերի մեջ մեր Արքային, և նա լսում է մեզ և սիրով ընդունում մեր խնդրանքը։ Մեր թշնամիները ականջ չունեն մեզ լսելու համար, բայց մեր Տերը լսում է մեզ։ Նրանք ծաղրում են մեր արցունքոտ աղոթքները, բայց մեր Տերը չի ծաղրում։ Նա ընդունում է մեր աղոթքը և իր ականջով, և իր սրտով։ Ինչ ընդունելություն է խեղճ մեղավորի համար սա։ Մենք ընդունում ենք Տեր Հիսուսին, և Տերն ընդունում է մեզ և մեր աղոթքները իր Որդու համար։ Օրհնյալ լինի նրա սքանչելի անունը, ով բացում է ճանապարհը մեր աղոթքների համար, որպեսզի դրանք ազատորեն անցնեն նույնիսկ ոսկե դարպասների միջով։ Ով Տեր, սովորեցրու մեզ աղոթել, քանզի դու միշտ լսում ես մեր աղոթքները։